Նվաստացնող 19-ամյա վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Երևանում 19-ամյա Վարդան Մարկոսյանի մասնակցությամբ վթարը, ինչպես նաև նրա կողմից վթարի տեսանյութը զվարճանքով դիտելու պահը մեծ աղմուկ են բարձրացրել համացանցում։ Երեկ քննչական կոմիտեից Մեդիահաբին հայտնեցին, որ նախաձեռնվել է 2 քրեական վարույթ։ Այսօր Մեդիահաբին դատախազությունից հայտնել են, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի առաջին մասով, 297-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետով եւ 344-րդ հոդվածի առաջին մասով։ Ավելի վաղ տարածվել էր նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Վարդան Մարկոսյանը միտումնավոր գերազանցում ավտոմեքենայի արագությունը եւ նույնիսկ տեսանկարահանում ընթացքը, նշելով, թե պատրաստվում է նվաստացնել մեկ այլ մեքենայի։ Բարձր արագությամբ ընթացքի արդյունքում նա դարձել է խոշոր ավտովթարի մասնակից։ Բացի այդ, երիտասարդը վթարից հետո եւս տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է, թե պատրաստվում է նոր ավտոմեքենա գնել, կարծես ակնկալելով, որ իր վարորդական իրավունքը կվերականգնվի եւ ինքը կկարողանա շարունակել վտանգավոր վարքագիծը, անտեսելով պատասխանատվությունը։